Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է։ Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Անցյալ տարի հենց այս օրերին էր, որ Երևանում ավելի ստույգ լոֆթում մեծ թափով եւ հրճվանքով ընթանում էր մի շատ կարեւոր ծրագիր, Ստեղծագրության ակադեմիա կրթական ծրագիրը, որի ընթացքում անկախ տարիքից եւ սեռից բազմաթիվ մարդիկ լսեցին շատ ուշագրավ դասախոսություններ արձակի, պոեզիայի, արվեստի քննադատության, կինոյի եւ ընդհանրապես մշակույթի շուրջ եւ դա հենց այնպես չանցավ, այդ բոլոր ուսանողները մասնակցեցին նաեւ հատուկ մրցույթի, որի արդյունքում ձևավորվեց գիրք, որը այսօր կքննարկենք այդ ծրագրի ղեկավար PR մասնագետ Ռոզա Գրիգորյանի հետ։ Ողջույն Ռոզա, ես այդ process-ից ամենաշատը հիշում եմ նաև քո անընդհատ դեսուդենությունը կազմակերպելը, հա, դասախոսներին տանելը, բերելը, ուսանողներով զբաղվելը, երբ որ այսօր ամփոփենք 1 տարի անց, երբ որ գիրքն էլ կա արդեն, ինչպես ասում են, մեր սեղանին, գոհ ես այդ process-ից եւ հատկապես ինչից։ Չափազանց գոհ եմ ընդհանուր process-ից, նախ գոհ եմ նրանից, որ որպես այդպիսի նախագիծը բացառիկ էր իր բնույթով եւ շատ կարեւոր առաքելություններ իրականացնում առանց տարիքային սահմանափակման, առանց պրոֆեսիոնալ դասախոսներից մեկն եմ եղել։ Այո, եւ ես շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիր ու քո գիտելիքներով կիսվեցիր այդ ամբողջ ընթացքում, լիքը հիացական մեկնաբանություններ եմ ունեցել քո դասախոսությունների հետ կապված, որովհետեւ վերջում նաեւ ֆիդբեքեր ենք հավաքել ուսանողներից։ Այո, բնականաբար 15 դասախոս ենք ունեցել, արվեստի 5 ուղղություններով դասախոսություններ վարելու, 15 դասախոսներ էլ կայացած էին իրենց ոլորտներում, ունեին շատ մեծ փորձ եւ իրենց փորձը կիսվեցին եւ շատ ուրախ եմ, որ իրենք նաեւ համաձայնեցին այս առաջին ծրագրին մասնակցություն ունենալ։ Ես իրական շատ մեծ հույսեր ունեմ, որ Երևանի քաղաքապետարանը, ում նախաձեռնությամբ եւ աջակցությամբ իրականացվեց այս ծրագիրը, կհաստատի եւ մենք շարունակական բնույթ կունենանք այս ծրագրի համար։ Մյուս տարի, այս տարի ինչքան հասկացա չեք հասցնի, որտեվ անցյալ տարի այս ժամանակները, ինչքան ես հիշում եմ, արդեն այն տակ ժամանակների իրականում եթե հաստատեն կհասցնենք, ոչ մի անհնարին բան չկա, պարզապես պետք է բացել հայտնել։ Հատկապես քո դեպքում, չէ՞, որպես PR մասնագետ Ռոզա, երևի տան կանոնները մի քանիսի Ակոբ Մովսես, Գուրգեն Խանջյան, Հենրիկ Էդոյան, Արմեն Սարգսյան, Զավեն Բոյաջյան, Անուշ Սեթրակյան, Տիգրան Գրիգորյան, իսկապես իրենց ոլորտում կայացած մասնագետներ էին եւ ես քեզ ասեմ մեր մեջ, ես ընթացքում երբ որ դասախոսում էի զուգահեռ հետաքրվում էի նաև մյուս դասախոսների թողաստպավորությամբ, մանավանդ որ երեխաներ կային, որ ոչ միայն երեխաներ, մասնակիցներ կային, որոնք տարբեր այսպես բաժիններում էին ձգտել ուսանել, ինչպես ասում են, եւ իսկապես բոլորի տրամադրությունը բարձր էր եւ ուսանելու նոր բան սովորելու ցանկությունը շատ մեծ։ Ալմանախի գաղափարը ի սկզբանե կար, թե ծագեց հնդածս։ Ալմանախի գաղափարը ծագեց, երբ արդեն ամփոփում էի արդյունքները եւ արդեն պետք է վերջնական հաշվետվություններ ներկայացնել, նկատեցինք, որ փոքր խնայողություն ենք արել, այսպես ասած, այո։ Յուջեն չեք կերել։ Այո, եւ առաջարկով հանդես եկա Երևանի քաղաքապետարան տպագրելու առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների մրցույթի արդյունքում առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրածների աշխատանքները Ալմանախում եւ քաղաքապետարանի կողմից ողջունվեց գաղափարը եւ որոշեցինք այդ այսպես ասած խնայված բյուջեն ուղղել եւս մեկ ծրագրի իրականացման այս ամբողջ ընթացքում նաեւ աշխատել ենք խմբագրման աշխատանքներն են իրականացվել սրբագրման տպագրության հրաշալի թիմ է աշխատել շատ շնորհակալ եմ իրենց այս ամենը իրականացնելու համար որովհետեւ բնականաբար կար լիքը բան աշխատելու այս տեքստերի վրա Պես ժանրերով հիմա եթե փորձենք գնանք ես առիթ ունեցա իհարկե մրցույթից հետո երբ որ փորձում էի նաեւ տեսնել ընդհանուր ինչ է ձևավորվել որովհետեւ ինչքան էլ ես կոնկրետ արվեստի քննադատության բաժնում էի դասախոսում եւ փորձում էի գիտելիքներ հաղորդել այնուամենայնիվ հետաքրքիր թե ինչ է կատարվում հատկապես արձակի կտորում հատկապես պոեզիայի կտորում դրամատուրգիայի նաեւ որ ինչ որ միտեղ կարողանամ նաեւ այդ դաշտը տեսնել եւ ինձ հետաքրքիր արդյոք մենք ստեղծագրության ակադեմիայի շրջանակում կունենանք մեծ ծանոթանուններ հաղթող որտեղ ես չեմ թաքցնի եւ դա էլ գաղտնիք է չէ որտեղ այնտեղ կային շատ սկսնակ մարդկանցից հա մինչեւ նույնիսկ բարձրագույն երկու կրթություն ունեցող մարդիկ
Այո, ինքը բաց է։ Կային սովորական ինչ-որ սկսնակ գրողներ, որոնք եկել էին ինչ-որ վարպետություն ստանալու եւ կային մարդիկ, որոնք արդեն տպագրվել էին այս թերթում, այն կայքում եւ ասեմ, որ ինձ համար չափազանց ուրախալի էր, որ կոնկրետ գրականության մասով ես կարդացի Արամ Դովլաթյանի, Արաքսա Ջանջուղազյանի, Քրիս Շեգունցի գործերը, հատկապես վերջին երկուսի, որտեղ Արամին արդեն հանդիպել էի կարծեմ գրեթերթում, Դովլաթյանի բավական հետաքրքիր արձակագիր էր, պոեզիայում էլ բացահայտումներ կային, կարող եմ ասել, որ բոլոր անունները նոր էին եւ Նարեն Շմավոնյան, Դավիթ Պետրոսյան, չէ, ինձ համար լրիվ նոր անուններ էին։ Հիմա այստեղ այս հատույթին մի քիչ գանք գրական, էլի, համարում եք, որ այդ այս մարդիկ, որոնք տպագրվեցին ալմանախում եւ նրանցից որոշները նաեւ հիմա ակտիվորեն տպագրվում են նաեւ այլ տեղերում, հենց ձեր կամ մեր ծրագրի բացահայտումն են եւ այլ պայմաններում իրենք ուղղակի չէին մտնի գրականություն կամ ուշ կմտնեին։ Իրականում այո, ծրագրի հաջողված կետերից մեկը հենց այդ էր, որ մենք հնարավորություն ընձեռեցինք մարդկանց, ովքեր ունեն տաղանդ, գուցե համարձակություն չունեին, բան չունեին։ Այո, բայց սա նաեւ շատ կարեւոր առաքելություն էր նպաստել նրան, որ գուցե նաեւ մասնագիտական կրթություն չունեին, այլ ոլորտի մասնագետներ էին, մենք շատ ունեցել ենք իրավաբաններ, բժիշկներ, տարբեր հոսքերում, դա շատ եւս ուրախալի էր, բայց նաեւ սա հնարավորություն էր տպագրել իրենց առաջին ստեղծագործությունը, արդեն նաեւ գրքի տեսքով ունենալ։ Այո, այդ հրթվանքը ապրել են, իրեւ մի քանի օր առաջ դարանում մենք գրքի շնորհանդեսն անցկացրեցինք եւ ես տեսա շատ ուրախ էին, տածեցին լավ մի բան կա։ Եվ իրենք նույնպես նաեւ իրենց խոսքում նշում էին, որ սա հիանալի հնարավորություն է, բայց նաև մենք շեշտում ենք, որ սա հնարավորություն է, բայց նաև մենք ակնկալում ենք, որ իրենք շատ ավելի մեծ բարձունքների կհասնեն եւ մշտապես կհիշեն, որ Ստեղծագործության ակադեմիան իրենց համար դուր բացեց։ Այդ չեմ երաշխավորում, որտեղ իմ դարապորտից ասեմ, բազմաթիվ թերթերում երբ որ աշխատել եմ, այսինքն գրեթերթում, գրանիշում շատ իհարկե գիտեք ինչ դռներ են բացվել, բայց վերջում որպես կանոն չեն հիշում, հատկապես եթե մեծ համբավ են ձեռք բերում, բայց հուսանք այս դեպքում իսկապես բացառություն կլինի, որտեղ մենք այստեղ մի շատ կարևոր բան էլ ես ուզում եմ շեշտել, էլի, որտեղ երբ որ այդ նույն գրական process-ի մեջ մարդիկ տարբեր տեղերում, հա, գրում են, ուղարկում են, դու որոշում ես տպել, չտպել, այստեղ նաև կարող են փաստել, որ յուրօրինակ, այսպես մտերմիկ մթնոլորտեր նաև ձևավորվել, որտեղ այդ մարդիկ, որոնք ստեղծագործական գոնե հավակնություններ ունեին, գոնե շաբաթը մի անգամ, երկու անգամ կամ ավելի շատ շփվեցին նաև միմյանց հետ, ինչ որ նաև սերնդային կամ ոչ սերնդային որոշակի համերաշխություն ձևավորվեց, որի պատուղները ես նաև տեսել եմ, որտեղ նրանցից շատերին, որոնք մինչև այդ իրար չէին ճանաչում, հետագայում շատ եմ տեսել, արդեն ընկերուհի դարձած, չգիտեմ, ընկերուհիներ դարձած, տարբեր միջոցառումներ էին գալիս եւ այլն։ Շատ լավ նաև networking-ի հնարավորություն էր իրենց համար, որովհետեւ իրենք ստեղծում էին շատ կարևոր կապեր, որոնք հետագայում նաև իրենց կյանքում կօգնեն թե ընկերական տեսանկյունից, թե գուցե գործնական առումով, գուցե դասախոսներից ինչ որ մի քանիսը տեսնեն լավ ուսանող է, իրեն աշխատանքի առաջարկ անեն կամ ներգրավեն ինչ որ process-ներում։ Այո։ Ես ինքս պետքա փաստեմ, որ տպավորված եմ եղել իսկապես մի քանի հոգով եւ ընդ որում ես ասեմ, այստեղ այս ակադեմիայի որպես բարձունք չնշենք միայն, հա, ալմանախը կամ մրցանակները, որովհետեւ ես ինձ համար օրինակ ֆիքսել եմ մի քանի ընտիր ուսանողի, որոնք ոչ ալմանախում տեղ գտան, չգիտեմ, ոչ ինչ որ մրցույթը հաղթեցին, բայց այլ առիթներով ինձ դրական ազդակներ տվեցին եւ մարդկային իրենց որակներով եւ շփվելու կարողություններով եւ նպատակասլացությամբ եւ էս էլ բացառված չի, որ մենք այս process-ի արդյունքում նաեւ հաջողակ մարդկանց տեսնենք ապագայում իրենց ոլորտում, որոնք չեն տպագրվել ալմանախում, բայց այդ ստեղծագործության ակադեմիայի արդյունքում ինչ որ դեմքեր դառնան։ Այո, նաեւ ինչպես դու քո դասախոսությունից մեկի ժամանակ նշեցիր, եթե ճիշտ եմ հիշում միտքը։ Եղել է, չէ՞, ինչ որ։ Այո, որ մեր նպատակը միայն ձևավորելը չէ հաղթող, մրցանակագիր, այլ լավ ընթերցող նաև ձևավորել, որը ճաշակ կունենա, կարծեմ դու ես կամ Զավեն Բոյաջյանն։ Ես էլ եմ ասել, դրա հետ նաև առնչվել ենք, որտեղ ընթացքում նաև շատ լավ գործեր էինք տալիս կարդալ։ Ռոզա, ամեն դեպքում կան ներքին տարածություններ այս բոլոր process-ների մեջ, որտեղ մենք շատ հաճախ գիրքը տպագրում ենք, մրցանակակիրներին հայտարարում ենք, բայց ես իբր բազմափորձ մարդ լինում է այսպես, որ ներքին զրույցներում այնուամենայնիվ այդքան էլ գոհ չեք լինում արդյունքներից, դու բնականաբար քո եւ բնավորության շնորհիվ ես դեպքում եւ նաեւ
այդ ծրագրի պատասխանատու լինելու բերումով շփվել ես բոլոր դասախոսների հետ, ինչ էին ասում նրանք գլոբալ։ Ինձ հատկապես հետաքրում է դրամատուրգիայի ժանրում, արվեստի քննադատության է զբաղվում, հա, արտահայտված տեսակետները։ Գլոբալ տեսակետները դրական էին ծրագրի հետ կապված, սակայն կար մի տեսակետ, որ դասերի քանակը շատ ավելի քիչ էր, եւ եթե այս տարի կայանա, այո, եւ եթե այս տարի օրինակ երկարաձգվի, նախագիծը երկրորդ տարին իրականացվի, մենք արդեն համապատասխան փոփոխություններ ենք արել, թե դասացուցակի առումով, թե դասերի քանակի առումով փոփոխություններ մի քիչ ավելի շատացրել ենք բնականաբար, դասախոսների առումով արդեն հաշվի առնելով տրված ֆիդբեքերը արդեն որոշումներ ենք կայացրել, թե որ դասախոսներն են շարունակելու արդեն ակադեմիայում աշխատել։ Դե բնականաբար պետք է նաև հաշվի առնել կարծիքներ, հաշվի առնել նաև ցանկություններ, դասախոսներ են եղել, որ պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց աշխատանքները այս տարի եւս, եթե մենք հնարավորություն ունենանք շարունակություն ունենալ այս տարի։ Եվ հուսամ պատրաստակամությունը միայն պայմանավորված չէ նրանով, որ նրանք վճարվում էին, այլ իսկապես այդ մթնոլորտը դուր է եկել։ Ինձ կոնկրետ շատ տպավորել էր, դա նաև գուցե նրանից էր, որ երկար ժամանակ չէի դասախոսել եւ մի քիչ կարոտս առան, այնց որ ես էլ եմ շնորհակալ իսկապես հրավերի համար։ Ռոզա, այս ամբողջ process-ի մեջ այդուհանդերձ ինձ շատ էր հետաքրում, թե ինչպես ինչ արդյունքներ կտան արվեստի քննադատության եւ կինոսցենարի, հա, ուսանողները, ինչու որտեվ երկուսն էլ այսօր մեր մշակութային գրական դաշտի ցավալի կողմերն են, եւ կինոսցենարական մասը եւ արվեստի քննադատությունը, որտեվ երկու ոլորտում էլ չնայած տաղանդավոր մարդկանց ներկայությանը այնուամենայնիվ բացերը շատ են, քչերն են զբաղվում հատկապես արվեստի քննադատությամբ, որովհետև առաջինը կոնֆլիկտային տեղ է, հա, մարդիկ չեն ուզում գլուխ դնեն, հետո ինչ որ պրոբլեմների մեջ ընկնեն տարբեր զրույցների, եւ երկրորդը ամենաչվճարվող տեղն է ըստ ամենայնի, կոնկրետ ես գրականագետ քննադատ եմ եւ ասեմ այդ կոնկրետ այդ մասնագիտությամբ որպես գրաքննադատ ընդհանրապես գումար չեմ վաստակում, սա ասեմ, եւ հետաքրքիր էր մարդկանց ինչ մղումն է բերելու այդ ոլորտ եւ արդյոք մենք լավ արդյունքներ ունեցանք ըստ քեզ թե չէ։ Կարծում եմ ունեցանք եւ կարծում եմ նաեւ լավ գիտելիքներ փոխանցվեցին արվեստի տարբեր ոլորտների վերաբերյալ իրենց։ Նաեւ ասեմ, որպես նախագծի շարունակություն արվեստի քննադատության առաջին մրցանակակիրը ինքը պարտավորվում է եւս մի քանի հոդված գրական մամուլում տպագրել ըստ իրեն տրված մրցանակի։ Այո, մենք կտեսնենք նաեւ առնվազն 2-3 հոդված ինքը գրական մամուլում պետք է տպագրի արվեստի քննադատությանն առնչվող, չնայած բոլորս էլ գիտենք, որ գրական մամուլում եւ առհասարակ մամուլում նման ոճի հոդվածները ցավոք սրտի շատ չեն ընթերցվում, շատ կլիկաբեր չեն։ Նաեւ այդ չընթերցվելու բանը, դե մարդիկ ուզում են չամեն դեպքում մի քիչ հայտնի լինեն։ Բնականաբար նույնը մնացած ոլորտների պարագայում է քաղաքապետարանի հաստատման դեպքում արդեն ինչպես նշվել էր նախորդ տարի բեմադրություններ, ֆիլմի այս կինոսցենարները պետք է բեմադրվեն։ Ես դրան էի գալիս, որ արդյոք դրանք շարունակություն կունենան։ Այո, դա արդեն քաղաքապետարանի որոշումը պետք է լինի, որ շարունակվի։ Ես արվեստի քննադատության մասով ասեմ, որ բավական բազմազան էին, հետո հայտերը եկել, որում եւ քննադատություն կար, եւ կինոյի քննադատություն կար, եւ թատրոնի քննադատություն կար, եւ ընդհանրապես մշակութաբանական հոդվածներ կային, բայց բնականաբար ին ոլորտով ինձ հետաքրում էր ավելի շատ գրաքննադատությունը, որտեղ ես տեսա ուժեղ տեքստեր, իհարկե ինձ ավելի շատ հետաքրքիր ինչ մոտեցում ունեն, էլի, որտեղ մնացած տեխնիկայի հարց արդեն հոդվածներ մեջ բերել եւ այլն, եւ կարող եմ ասել, որ մենք այս ստեղծագործության ակադեմիայի արդյունքում, եթե իսկապես շարունակեն զբաղվել, գոնե 2-3 լավ քննադատ արվեստի քննադատ կունենանք։ Նույնը մյուս արվեստի ուղղություններով են դասախոսները ասում, որ եթե շարունակեն առնվազն 2-3 իրենք չէ շարունակեն։ Կարող է ծրագիրը չշարունակվի, բայց իրենք պետք է շարունակեն։ Նույն մեկնաբանությունն եմ իրենցից լսել, 2-3 եւ իրականում դա մեծ ձեռքբերում է, եթե ամեն արվեստի ուղղությունից 2-3 հոգի, 15 հոգի մոտավորապես, եթե մենք ունենանք մտավորական տաղանդավոր
ապագայի համար, այո, շատ լուրջ է, բայց ամեն դեպքում էլ արի փաստենք, որ երբեմն շատ կային նաև պատահական, այսպես ուսանողներ կոնկրետ հավակնություններով, բաներով կոնկրետ իմ խմբում էլ կային 2-3 հոգի, որ հանում էին երբեմն, էլի որ դե մարդկային տեսակները տարբեր են, կոնկրետ նպատակներով էին եկել, ինչ որ ոչ թե կրծվելու, այլ ավելի շատ իրենց ցույց տալու էլի, չգիտեմ։ Ամեն դեպքում դրանք խնդիրներ են, որ ուսամ երբ որ կրկին լինի ստեղծագործության ակադեմիան, այդ հարցերը կլուծվեն։ Ռոզա, վերադառնանք կրկին եւ ամփոփիչ այսպես հայացքով ստեղծագործության ակադեմիայի ալմանախին, գիտես, սովորաբար գրքերը մեր ոլորտը լավ գիտես, էլի կարող են լինել որպես ընդհանրապես փաստ, որ տպագրվել է եւ դրվեն մի կողմ։ Բովանդակությանը լավ ծանոթ լինելով այս ամբողջ process-ին, ինչ ես կարծում, ալմանախը կարող է նվեր լինել նաև այլ մարդկանց, օգտակար լինել նաև այլ մարդկանց, եւ ընդհանրապես լինել պարզապես ընթերցելու գիրք, որը բացի մրցույթի մասնակիցներից նաև այլոց կհետաքրքրի եւ դրա ուղղությամբ ինչ եք անում։ Ցավոք սրտի ինքը շատ սահմանափակ քանակով է տպագրվել, նախ մասնակիցներին տնտրվել եւ գրադարաններին պետք է տրվի, այսինքն այս առումով նվիրել որպես գիրք ցավոք չի ստացվի, գուցե հետագայում չեն կարող գնել, այո, ինքը միայն նվերային տարբերակով է այսպես ասած մասնակիցների համար եւ արդեն գրադարաններում կարող են ընթերցել։ Ես առաջարկում եմ նաև գրադարանին գետը ազգային գրադարանում տրամադրել նաև PDF-ը, որպեսզի իրենք նաև որպես բաց ինչ են ասում, բաց բան դնեն, հա, բաց լինքով դնեն, որպեսզի մարդիկ ցանկության դեպքում փնտրեն, գտնեն, եթե իհարկե չկան ինչ որ հեղինակային խախտումների հարցեր այստեղ։ Ես մեծ սիրով կառաջարկեմ քաղաքապետարանին, եթե համաձայնության գանք, սիրով կտրամադրեմ PDF-ը, քանի որ այն ունեմ։ Ռոզա, փորձենք ամփոփել, գիրքը չենք կարող գնել, կարող ենք իհարկե բաց աղբյուրներով գտնել, բայց այնուամենայնիվ ինքը կա, ինքը փաստ է եւ այստեղ առնվազն կան անուններ, որոնց մենք պետք է ուշադիր լինենք, հետևենք այդ տարբեր մասնագիտացումների մեջ, հետո բացառված չի, որ վերջում գլուխ կողենք, ասենք, ահա, մենք իրենց դաս ենք տվել, կամ մենք կազմակերպել ենք, որ իրենց ինչ-որ մարդիկ դաս տան։ Անկեղծությամբ, ինչ է սպասվում ստեղծագործության ակադեմիային, այս իսկապես հրաշալի պրոյեկտին, որ իրականացվեց անցած տարի։ Եթե քաղաքապետարանը աջակցի եւ շարունակություն ունենա, այդ անցած տարի շատ ոգևորված էին, պետքա որ աջակցեն։ Ուրախ կլինենք։ Այս անգամ նաեւ ընտրական առումով նորամուծություններ են լինելու, բացի նրանից, որ իրենք գրելու են մոտիվացիոն նամակ եւ իրենց ստեղծագործությունից են կցելու, այո, իրենք ունենալու են նաև արդեն հարցազրույց դասախոսական անձնակազմի հետ, որովհետև դա եւս մեկ հնարավորություն է դասախոսների համար հասկանալու արդյոք պետք է որ տվյալ մարդը մասնակցություն ունենա։ Իդեպ ակադեմիան, ինչպես նշեցի, անվճար էր կրթությունը ամբողջ ընթացքում եւ մենք 400 հայտից ընտրել էինք 150 հոգուն եւ այդ 150 հոգուն ընտրելու ենք նաև հարցազրույցների փուլի միջոցով, որովհետև գուցե հայտում ինչ որ բան պակաս է եղել, գուցե ինչ որ բան այդ մոտիվացիոն նամակում ինքը չի կարողացել արտահայտել, ինչ իրական է, բայց գուցե բանավոր խոսքի ընթացքում եւս կարողանա ընթացքում բացվեցին, էդ էլ կա։ Դա էլ կա։ Դրա համար նաեւ այդ տարբերակն ենք նախատեսում դասախոսական անձնակազմի հետ, որ ավելի մեծ ներգրավվածություն լինի եւ բնականաբար այդ մրցույթային պահը, որը եւս շատ ոգևորիչ է գալահամերգ որին էլի ներկայ եմ եղել։ Շնորհակալություն Ռոզա, ես ամենայն անկեղծությամբ մաղթում եմ, որ ծրագիրը շարունակություն ունենա, որտեղ անկախ իր որոշակի այսպես դինսկամֆորտ վիճակներից երբեմն որտեղ որ մտալսարան շատ դժվար է առաջին հայացքից կողմնորոշվել ինչպես խոսել էլի, ինչպես ասում են 18-ից մինչև 80 տարեկան մարդիկ տարբեր կրթության եւ մի քիչ դժվար է կողմնորոշվել, ամեն դեպքում հրաշալի ծրագիր էր եւ մաղթում եմ որ շարունակություն ունենա եւ այս տեսակ ալմանախները շատանան։ Շնորհակալ եմ շատ եւ հատկապես շնորհակալ եմ որ քո ներդրում ունեցար ակադեմիայի կայացման գործում։ Շնորհակալ եմ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում պետք է հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի PR մասնագետ Ռոզա Գրիգորյանի հետ, մեր զրույցի թեման ստեղծագործության ակադեմիայի ալմանախներ, լավ եղեք։